Եվ ավելի քան 555 հոգի այս ագրեսիայի առաջին օրվանից սկսած մինչև այժմ զոհվել են այս հարձակման արդյունքում։ ما از قبل از شروع این تجاوز با توجه به نشانه‌هایی که از تجهیز نظامی امریکا در منطقه داشتیم هشدار داده بودیم که هر گونه تجاوز به حاکمیت ملی و تمامیت ارضی جمهوری اسلامی ایران با پاسخ قاطع و همه جانبه مواجه خواهد شد. Քանի որ այս հարձակման նշանները արդեն իսկ նկատվում էին տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժի տեղաշարժերով, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ցանկացած հարձակում եւ ցանկացած վտանգ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնիշխանության դեմ ստանալու է համապատասխան ուժեղ հակահարված։ و گفته بودیم هر گونه امکانات پایگاه‌هایی که در کمک به تجاوز به امریکا هم از کار شناسایی، کار راداری، کار تهاجمی مورد استفاده تجاوزکاران قرار بگیره هدف مشروع ما خواهد بود. Եվ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած հնարավորություն, ինչպես նաև ցանկացած ռազմաբազա, որը որ կօգտագործվի այս հարձակման ժամանակ մեր դեմ, լինեն դրանք թե ճանաչողական բնույթի, թե ռադարների, որոնք որ կօգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի շրջանակներում, կդառնան թիրախ մեր հակահարվածի։ جمهوری اسلامی ایران در پاسخ به این تجاوز وحشیانه عملات موشکی رو به سرزمین‌های اشغالی داشته از دیروز تا به امروز همچنان ادامه داشته Եվ նաև հայտնել ենք, որ այդ թիրախները կդառնան Իրանի լեգիտիմ հակահարվածի թիրախը եւ այս ագրեսիայի առաջին իսկ օրերից սկսած արդեն Իրանը պատասխան հակահարվածներ է իրականացրել օկուպացված տարածքների դեմ։ و پایگاه‌ها هم از پایگاه‌های تجهیزاتی، پایگاه‌های پشتیبانی و پایگاه‌های عملیاتی در کشورهای منطقه هدف قرار گرفتند. Եվ այս գործողությունները նաև իհարկե ուղղվել են դեպի ամերիկյանային ռազմաբազաները, ովքեր որպես թիկունք, ինչպես նաև ովքեր որ տեխնիկական տեսանկյունից աջակցել են այս ռազմական ագրեսիային։ ما این رو حمله به کشورهای همسایه خودمون تلقی نمی‌کنیم. حمله به پایگاه‌ها و امکانات امریکا هست که تحت حاکمیت و تحت مدیریت امریکا در خاک کشورهای همسایه ما مستقر. Մենք սա չենք համարում մեր հարևանների դեմ իրականացրած մեր գործողությունները, այլ սրանք այս քայլերն ուղղված էին մեր հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին եւ այն հնարավորություններին, որոնք որ օգտագործվում էին ամերիկյան ինքնիշխանության շրջանակներում Իրանի դեմ։ امریکا از 10,000 مایل اونورتر پا شده اومده در منطقه ما به کشور ما تجاوز کرده از امکانات کشورهای منطقه ما و پایگاه‌ها برای این حمله تجاوزکارانه استفاده کرده بنابراین پایگاه‌های اینها در منطقه هدف مشروع جمهوری اسلامی ایران است. Ամերիկան հազարավոր մղոններ անդին որոշում է հարձակում իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ օգտագործելով Իրանի հարևան երկրներում իր ունեցած հնարավորությունները եւ այս ագրեսիայի շրջանակներում Իրանը ունի լեգիտիմ իրավունք համապատասխան պատասխան քայլերը ձեռնարկելու հարցում։ نمی‌دونید این جنگ چقدر طول بکشه ولی ملت ایران جمهوری اسلامی ایران با تمام توان و با تمام قوا در امر دفاع مشروع از خود بر مبنای ماده 51 منشور ملل متحد خللی در خود راه نخواهد. Մենք իրապես չգիտենք, թե այս ագրեսիան ինչքան կտևի, սակայն վստահաբար Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Իրանի ժողովուրդը պատրաստ են իրացնել իրենց օրինական պաշտպանության իրավունքը, որը որ նրանց տրվել է ՄԱԿ-ի 51-րդ կոնվենցիայի շրջանակներում։ فانتزی‌هایی هم که در فضای مجازی و در اینستاگرام و جاهای دیگه برای آقای ترامپ یه عده قلیلی ایجاد کرده بودند که با حمله شما به خاک ایران مردم ایران علیه جمهوری اسلامی ایران شورش میکنن، آشوب میکنن و حکومت ساقط میشه. همین امروز آقای ترامپ از خواب بیدار شده و شوکه زده متوجه شده که اینها خواب و افسانه بیش نبوده است.
Եվ այն երևակայական տեսլականը, որը որ ստեղծվել էր սոցիալական ցանցերում այն մասին, որ եթե Ամերիկան եւ Իսրայելը հարձակվեն Իրանի վրա, ապա Իրանի ժողովուրդը կընդվզի իր իշխանության եւ կառավարության դեմ եւ կտապալի իշխանությունը, իրապես պարզվեց, որ միայն ցնորք են եւ միֆ եւ այսօր Թրամփը քնից զարթնեց եւ հասկացավ, որ դրանք իրականում ոչ այլ ինչ էին, քան միֆ. مردم ایران حامل یک تمدن 7000 ساله هستند. بارها در طول تاریخ مورد هجوم بیگانگان قرار گرفتند و همواره نشون دادند که با خون خودشون و با جان خودشون و با تمام توان خودشون از سرزمین خود دفاع میکنند و این مسئله در مورد تجاوز اخیر هم کاملا آشکار است. Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող պետություն է եւ այս ամբողջ պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է օտարների հարձակմանը, սակայն մշտապես ապացուցել է, որ նմանօրինակ ցանկացած հարձակման պարագայում իր արյան եւ իր կյանքի գնով պատրաստ է մինչեւ վերջ պաշտպանել իր հայրենիքը եւ վերջին ագրեսիայի պարագայում եւս մենք տեսնում ենք, որ այս գաղափարը լիովին գործում է. تا همین امروز هم آقای ترامپ متوجه شده که اگر برخی از مشاورینش بهش هشدار داده بودند که این جنگ یک جنگ آسان و کم هزینه نخواهد بود، اگر این جنگ یک جنگ کوتاه نخواهد بود، تا همین امروز هم فکر می‌کنم متوجه شده که چه خبط بزرگی رو مرتکب شده. Թրամփի խորհրդականներից ոմանք նրանց զգուշացնում էին, որ սա հեշտ եւ ոչ ծախսատար պատերազմ չի լինելու եւ կարծում եմ, որ հիմա ինքը Թրամփը եւս համոզվեց, որ դա ճիշտ է. تا زمانی که تجاوز ادامه داره دفاع ما با تمام توان ادامه خواهد داشت. Քանի դեռ կշարունակվի այս ագրեսիան, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը. متشکرم. آماده هستم که سوالات شما رو بشنوم. Շնորհակալ եմ ուշադրության համար, պատրաստ եմ լսել ձեր հարցերը եւ պատասխանել դրանց.